Հակակոռուպցիոն դատարանն առաջիկա ժամերին պետք է քննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այսօր միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, գործը մակագրվել է այսօր դատը կքննվի 8:30, նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ, 2 ժամից մոտավորապես է եւ նիստից հետո ավելի մանրամասն ձեր դետալներ կներկայացնեմ, այս պահին նյութերի միացանոթանալ։ Սարգիս Դադոյան։ Երկրորդ նախագահը դատարան է տարվել հենց հիվանդանոցից, որտեղ գտնվում էր երեկվանից։ Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նա տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նրա որդին Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր։ Սրտի ստենտավորում է իրականացվել եւ հենց բժիշկները թույլ չէին տվել երեկ նրան տանել դատարան։ Թե արդյոք երկրորդ նախագահը կրկին կկալանավորվի, պարզ կդառնա առաջիկա ժամերին։ Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն 3 անգամ կալանավորվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնյական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով 3 ուշ գիշեր կալանավորվեց նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի քաղաքական նաև կոնտեքստ ունեցող հետապնդման հետ։ Հայաստանի երկրորդ նախագահին, նրա ավագ որդուն եւ իր հետ փոխկապակցված ընկերություններին առնչվող այս նոր գործը վերաբերում է 2000-ականների սկզբին տեղի ունեցած գործարքներին։ Գլխավոր դատախազությունը երեկ պնդել էր, թե փաստական տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնյական դիրքը օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակում իրավապահ մարմինները Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների ցանկ է հրապարակել՝ Play City, Orange Fitness, Piazza Grande, Toyota եւ այլն։ Դրանք իրավապահները կապարակնքել ու փակել են։ Ըստ իրավապահների, այս ընկերությունները կամ դրանց բաժնեմասերը Քոչարյանները ձեռք են բերել ապօրինի եղանակով։ Իդեպ այս ընկերությունների անունները խորհրդարանի ամբիոնից 3 հերթով հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է։ Ոնց? Play City, Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար Orange, Toyota Երևան։ Ես ինչի կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի կասկադում ես հող չունեմ, ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի հյուրանոց չունեմ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա? Ռոբերտ Քոչարյանի կրսեր որդին թեև հստակ ապացույցներ չունի, բայց կասկածում է, թե Փաշինյանն անցած 8 տարիների ընթացքում ոչինչ ձեռք չի բերել։ Իրականում ինչ կա, այդ հետագան ցույց կտա, էլի, հետագա ընթացքը հերձումը ցույց կտա, թե իրականում ով ինչքան գումար ու ինչ ունի, էլի։ Քանի օրինակ ձեզ բերեմ, երբ որ ինքը ինչ-որ մի բան ասել է, սուտ ասել։ Քանի 8 տարվա մեջ։ Իհարկե ունեմ, ես իր ամեն ասածի հետ կասկած ունեմ։ Ինչ վերաբերում է իր հոր եւ եղբոր դեմ ներկայացված մեղադրանքներին, ապա Լևոն Քոչարյանի համոզմամբ դա ոչ թե իրավական գործընթաց է, այլ մեկ հոգու բացահայտ ապօրինի ցուցում, որին ըստ Քոչարյանի հանցագից են դառնում իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչները։ Լևոն Քոչարյանը հիշեցնում է, իր հոր դեմ քրեական գործի հիմքում որևէ նոր բան չկա, այդ դրվագներով հայց կա դեռ 2018-ից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, 2 որդիները, նրանց կանայք, դուստրն ու նրա ամուսինը անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Հակակոռուպցիոն դատարանում այս գործը քննվում է դեռ 2023 թվականից եւ ինչպես տեղեկանում ենք Դատալեքսից, այս գործով վերջին նիստը տեղի ունեցել 2024 թվականի հունվարին եւ կայացված որոշումներ չկան։ Լևոն Քոչարյանը վստահ է, դատարանում իրենք ապացուցելու են, որ բոլոր այդ գույքերը ձեռք են բերվել օրինական եղանակով։ Մինչդեռ չսպասելով դատական գործի ավարտին, այս գործընթացով ընդամենը փորձ է արվում մեծ աղմուկ գեներացնել հոր դեմ։ Կրծեր Քոչարյանը պնդում է, իրենց պատկանող որևէ գույք ապօրինի չէ, հետեւաբար դրանք չեն վերադարձվելու։ Չէ, ոչ մի բան սխալ չի, որ մի հատ էլ վերադարձնես։ Ուղղակի էս է քաղաքական հետապնդում, հա, սրա մեջ ենք ապրում արդեն 8 տարի, ու այս պայքարը չի դադարել, այստեղ վերադարձնելու հարց չկա։
վերադարձնում ես մի բան, որը քոնը չէ։ Ազատության հարցին, թե արդյոք նախագահի որդի լինելու հանգամանքը չէ պատճառ հանդիսացել, որ նրանք այդքան հաջողակ բիզնեսմեններ են դարձել, արդյոք հովանավորչություն չի եղել, պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց, թե բնականաբար իրեն զբաղեցրած դիրքը որոշակի առումով ազդեցություն ունեցել է գործընկերներ ձեռք բերելու եւ գործնական հարաբերություններ հաստատելու հարցում, բայց արտոնություններ չեն եղել։ Քոչարյանների դեմ այս մեղադրանքները նախորդեցին խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի զգուշացումներին։ Ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ընդդիմադիրները շտապեցին պնդել հերթական անգամ վարչապետի հրահանգով իրավապահները գործեր են կարում ընդդիմության դեմ։ ԿՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը մինչդեռ այսօր հակադարձում էր այդ ծավալի քրեական գործը չէր կարվող մեկ գիշերում արվել։ Կա հանրային լայն պահանջ, որպեսզի Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում։ Եվ ես, որպես Քարոզարշավը ամբողջությամբ վարչապետի հետ անցած մարդ, ասում եմ, որ այս հանրային պահանջը կա եւ մեր իրավապահ համակարգը չի կարող իզոլացված լինել։ Ինքը պետք է բացատրի նախ եւ առաջ, ինչպես 8 տարի չէր բացահայտվում այս ամենը։ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինիս նկատմամբ սակայն խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։